терзали ей плоть, так закопайте ж ее во Христе, и все идет по плану, все идет по плану. Один лишь дедушка Ленин хороший был вождь, а все другие остальные такое дерьмо, а все другие враги и такие дураки. Над родною, над отчизной бесноватый снег шел. Я купил журнал «Корея», там тоже хорошо, там товарищ Ким там тоже, что у нас. Я уверен, что у них то же самое. И все идет по плану, все идет по плану. А при коммунизме все будет, он наступит скоро, надо только подождать. Там все будет бесплатно, там все будет кайф, там, наверное, вообще не надо будет умирать. Я проснулся среди ночи и понял, что все идет по плану, все идет по плану, что все идет по плану, все идет по плану. Ռադիո One. Իտալական տեխնոլոգիայով արտադրված ջերամեկուսիչ տինտակոլից ներթափանցելով բետոնի կամ սվաղի մեջ առաջացնում է բյուրեղներ եւ կանխարգելում ջրի հոսքը։ Osmoground-ն իդեալական է նկուղներում ներքին պատերի, հատակների, թունելների, ստորգետնյա անցումների տան հիմքերի օգտագործման համար։ Osmoground ջրամեկուսացման ձեր երաշխավորը։ Ամենամատչելի դիզելային վառելիքի կտրոնները Հայաստանում Ranoil-ից։ Գներ սկսած ընդամենը 390 դրամից։ Առավելագույն խնայողություն ձեր բիզնեսի համար։ Զանգահարեք 099 56 43 00։ Ranoil, որակը եւ շահավետ գինը մեկտեղ։ Ucom, համար 1 օպերատորը Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով եւ լավագույն ֆիքսված ցանցով։ Մրցանակները տրվել են ըստ Ookla-ի 2025 թվականի երկրորդ կիսամյակի տվյալների։ Ավելին ucom.am։ Ուզում եք զարգացնել կամ ավտոմատացնել ձեր բիզնեսը։ Հայ Էկոնոմ առաջարկում է արդյունավետ ֆինանսական լուծում AEB Leasing։ Ստացեք մինչև 250 միլիոն դրամ ֆինանսավորում, տարեկան 10.75-ից 14.75% անվանական տոկոսադրույքով։ Փաստացի տոկոսադրույքը մինչև 18.05%։ Պետական սուբսիդավորման չափը գյուղատնտեսական լիզինգի դեպքում մինչև 14% է, իսկ առևտրային լիզինգի դեպքում 8%։ AEB Leasing։ Արժեք ավելացնող լուծում։ Մանրամասների համար այցելեք aeb.am կայք կամ զանգահարեք 8686։ Բանկը վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։ Ունես բիզնես եւ անհրաժեշտ է կայուն ինտերնետ, միացիր Ovio-ին մինչև մարտի 31-ը եւ ստացիր որակյալ ինտերնետ 2 ամիս անվճար։ Մանրամասները ovio.am կայքում։ Վատ տեսողությունը կարող է լինել առավելություն, եթե այցելեք Berlin Optic խանութների ցանց։ Berlin Optic-ում ձեր տեսողության չափը կնվիրի ձեզ համապատասխան զեղչ, թե ապակիների, թե շրջանակների համար։ Օրինակ, 1.5-ի դիմաց կստանաք 15, 3.5-ի դիմաց 35, 0.5-ի դիմաց 5% զեղչ, եւ այսպես շարունակ։ Berlin Optic մեզ մոտից հեռանում են լավ տեսողությամբ եւ շահած։ Այս գարնանը նվիրիր ուրախություն։ Ձեռք բեր Honor X8D սմարթֆոնը թիմից ամսական սկսած 1750 դրամից եւ ստացիր Honor Smart ժամացույց, ինչպես նաեւ 100 գիգաբայթ ինտերնետ 6 ամսով։ Առաջարկը գործում է մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ։ Իմացիր ավելին telecom-armenia.am։ Վանարդի, հողից, սիրուց ու արվեստից ծնված գինիներ։ Յուրաքանչյուր շիշ պատրաստված է հոգով։ Յուրաքանչյուր կում պատմություն է։ Յուրահատուկ փորձառություն։ Բացահայտեք գինու որակը Վանարդիի հետ։
Ձեր գովազդը վաճառում է։ Ձեր գովազդը վաճառում է, եթե հնչում է ռադիովանի եթերում։ Գովազդի համար զանգահարեք 010 54 0002։ Глумово утро. А вот и она. Утро с гостьей. 10 часов 4 минуты. Доброе утро. Доброе утро. Пятница 13-я. Перед тем, как перейти на армянский язык, дорогие друзья, скажу, что у нас на красном диване в гостях Софья Мачкалян, советник исполнительного директора страховой компании «Инго Армения». Բարի լույս, Սոֆիա Մաչկալյան, «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի խորհրդատու։ Ճիշտ եմ ասում ամեն ինչ։ Այսօր խոսելու ենք բժշկական ուրեմն ապահովագրությունից, բայց ոչ թե այն բժշկական ապահովագրությունից, որ պարտադրել է մեզ պետությունը եւ արդեն մենք բոլորս Դիմա զգում ես, որ դու ապահովագրված ես։ Ես как раз таки զգում եմ։ Դիման զգում, այո, որտեվ ոդկը ջարդել էր։ На второй день. Հունվարի 1-ին, արագ Երկուսին։ Շան բախտուն, չգիտեմ ինչի բախտուն ես, վերջը։ Ոդկը ջարդել էր եւ օգտվել էր։ Բայց մենք Սոֆիայի հետ խոսելու ենք ոչ թե պարտադիր, ուրեմն ապահովագրության մասին, այլ այն ապահովագրության մասին, որոնք որ տրամադրում են մեզ, այսպես ասած, ոչ թե պետությունը, այլ ընկերությունները։ Եվ դու արդեն ունես ընտրության այստեղ հնարավորություն, դու ինքդ կարող ես ընտրել ինչպիսի ապահովագրություն է քեզ պետք, դու քո համար ես ուզում այդ ապահովագրությունը, ընտանիքի անդամների համար ես ուզում, երկրի ներսում ես ուզում, երկրից դուրս ես ուզում, եւ այսպիսով։ Ինչ է առաջարկում Ինգո Արմենիան եւ առհասարակ ինչ փոխվեց ձեր մոտ, ձեր մասով հունվարի 1-ից։ Ինձ թվում է արդեն շատերն են նկատել, որ հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրությունը բնակչության շրջանում առաջացրել է շատ մեծ հետաքրքրություն։ Համընդհանուր պարտադիր։ Համընդհանուր պետք է այդպես կոչել, չէ՞։ Համընդհանուր պարտադիր ապահովագրությունը բնակչության շրջանում առաջացրել է շատ մեծ հետաքրքրություն եւ ակտիվություն։ Սա իրականում բավականին երկար սպասված բարեփոխում էր, որն իր մեջ կրում է թե պետության սոցիալական պատասխանատվության եւ թե անհատի անձնական պատասխանատվության տարեր։ Եվ թեև պետությունն իր վրա է վերցրել օրինակ անչափահասների, տարեցների եւ բնակչության որոշ խոցելի խմբերի առողջության պարտադիր ապահովագրության ամբողջական ծախսերը, այնուամենայնիվ բնակչության զգալի զանգվածի, այն է զբաղված բնակչության, ում եկամուտները 200,001 դրամից ավել են, ամսական, այո, եկամուտները Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու ռեզիդենտները, ում եկամուտները գերազանցում են 200,001 դրամը, իրենք ինքնուրույն են կրում իրենց առողջության պարտադիր ապահովագրության ծախսերը, իհարկե մասամբ պետության կողմից սուբսիդավորմամբ, իսկ որոշ եկամտային խմբեր առհասարակ չեն զգում իրենց ամսական ծախսերի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ ու ծախսի ավելացում։ Արդեն 2.5 ամիս է անցել այս բարեփոխման մեկնարկից եւ պետք է նշենք, որ արդեն զգացվում է եւ հետագայում ել ավելի կզգացվի մեր բնակչության մոտ այսպես կոչված առողջության գրագիտության բարձրացումը, որը երկարաժամկետ հեռանկարում բնականաբար ազդելու է մեր ազգաբնակչության առողջ երկարակեցության վրա, ինչը բնականաբար գովելի է։ Բայց պետք է նշեմ, որ տարիներ շարունակ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը, որպես Հայաստանի ապահովագրական ոլորտի առաջատար, շատ մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ կարողացել է բնակչության որոշ սեգմենտների մոտ ձևավորել ու ապացուցել առողջության կամավոր ապահովագրության օգուտները ու նման առողջության ապահովագրություն ունեցող հաճախորդների մոտ տենց հետաքրքիր ապահովության զգացումը։ Ու մեր հաճախորդները տարիներ շարունակ ականատես են եղել ապահովագրական պատահարի առաջացման դեպքում, ինչպես է ապահովագրական ընկերությունը թե ֆինանսապես աջակցում հաճախորդներին եւ թե նաեւ կազմակերպչական առումով։ Ինչի եմ նշում կազմակերպչական ոնց որ հարցը առավել եւս, քանի որ սա ոչ պակաս կարևոր է ֆինանսական աջակցությունից, քանի որ մենք բոլորս երբ որ հիվանդանում ենք, այն էլ անսպասելիք ինչ որ դեպք է տեղի ունենում, ինչքան կարևոր է որ մեզ խորհուրդ տան ճիշտ բժշկական կենտրոն, ճիշտ բժիշկ, մեր փոխարեն օրինակ մեր հարազատները գրանցեն մեզ ինչ որ բժշկի մոտ, ֆինանսապես աջակցեն, հա, այս կամավոր ապահովագրության պարագայում առողջության այդ բոլոր դերերը միավորվում են ապահովագրական ընկերությունում ու մեր բժիշկ փորձագետները սիրով խորհուրդ են տալիս ու աջակցում են մեր հաճախորդներին ընտրել
կառուցել ճիշտ բժշկական կենտրոն, ճիշտ նեղ մասնագետ, իրենց փոխարեն գրանցել այցը ու նաև կատարել ֆինանսական ծախսերը հաճախորդի փոխարեն թույլ տալով, որ հաճախորդը այդ հոգսերից ազատվի եւ կենտրոնանա սեփական առողջության վրա։ Ինչը շատ կարևոր է մեր կարծիքով։ Ու նաև ասեմ, որ առողջության պարտադիր ապահովագրության մեկնարկը թեպետ առաջին հայացքից պետք է որ իջեցներ կամավոր ապահովագրության նկատմամբ պահանջարկը հաճախորդների մոտ, քանի որ իրենք ոնց որ ստանում են հիմնական իրենց բոլոր ծառայությունները պետականից, բայց ամեն դեպքում այնուամենայնիվ Ինգո ապահովագրական ընկերության թիմը, Ինգո ապահովագրական ընկերությունը ունի համոզմունք եւ կանխատեսում, որ առողջության պարտադիր ապահովագրությունը մեր բնակչության մոտ փոխում է վերաբերմունք ընդհանուր առմամբ դեպի առողջապահական ոլորտ, դեպի սեփական առողջություն, փոխվելու է կենսակերպ, մտածելակերպ եւ այդ ամեն ինչի արդյունքում հակառակը ձևավորվելու է ավելի մեծ եւ ձևափոխված պահանջարկ դեպի ապահովագրության կամավոր պրոդուկտներ։ Ու մենք ինձ թվում է շուտով ականատես ենք լինելու, ինչպես է Հայաստանի ապահովագրական շուկան իր հաճախորդներին ներկայանալու նոր աննախադեպ կամավոր ապահովագրության պրոդուկտներով, որոնք կառուցվելու են իհարկե պետական ապահովագրության, պարտադիր ապահովագրության շուրջ։ Իսկ ինչ նոր պրոդուկտներ ունի Ինգո Արմենիան, հետաքրքիր է ինչ նոր պրոդուկտ կարող է ծնվի։ Հիմա տեսեք, ծնվել է արդեն։ Վերջին ամիսներին գաղտնիք չի որ ասեմ, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության պրոդուկտային շարքում բոլոր փոփոխությունները պտտվում եւ կառուցվում էին հենց առողջության պարտադիր ապահովագրության շուրջ եւ մեր կողմից ստեղծված նոր պրոդուկտները միտված են ոչ թե փոխարինելու, այլ հակառակը լրացնելու պետական ապահովագրության ծառայությունները, թույլ տալով մեր հաճախորդներին օգտվել ծառայությունների ավելի լայն շարքից ու ավելի մեծ ծածկույթ ու հատուցումներ ստանալ։ Որպես օրինակ ասեմ, որ օրինակ ատամնաբուժության օրինակ առումով եթե նայենք, մենք ի հավելումն պետական պարտադիր ապահովագրության մեր հաճախորդներին առաջարկում ենք ատամի պլոմբավորման եւ օրինակ ատամնակարերի հեռացման ծառայություններ։ Ակնաբուժության առումով, որը եւս բավականին պահանջված ծառայություն է բժշկական, մենք ի հավելումն պետական ապահովագրության առաջարկում ենք օպտիկական լինզաների, ակնոցների ապակիների եւ շրջանակների հատուցում։ Նաեւ մեր փաթեթներում բժշկական դեղորայքային բուժման, լաբորատոր եւ գործիքային ոնց որ հետազոտությունների առումով առհասարակ չկան քանակական որևէ սահմանափակումներ, ի հավելումն պետականի, ու գործում է նաեւ գումարային ավելի լայն ծածկույթներ։ Արդյունքում Ինգոյի կողմից մշակված կամավոր ապահովագրության նոր փաթեթները թույլ են տալիս մեր հաճախորդներին պետական պարտադիր ապահովագրության սահմանաչափերի օգտագործումից հետո, իսկ որոշ պրոդուկտներում անգամ դրան զուգահեռաբար ստանալ ավելի լայն ծառայությունների շարք ու ավելի լայն ծածկույթներ։ Ու մենք բավականին շատ զանգեր ենք ստանում հաճախորդներից, որոնք հետևյալ հարցադրումն են անում, արդյոք քաղաքացին հնարավորություն ունի հրաժարվելու պետական պարտադիր ապահովագրությունից եւ ձեռք բերելու օրինակ Ինգոյի կամավոր ապահովագրության պրոդուկտներ։ Կուզենայի այս մասով ոնց որ այստեղ եւս խոսեինք, իրականում մեր օրենսդրությունը թույլ չի տալիս հրաժարվել պետական ապահովագրությունից, քանի որ շահառուները ավտոմատ, այսպես ասած, միանում են ապահովագրությանը, բայց ամեն դեպքում ոչինչ չի խանգարում եւ հակառակը մենք օրինակ հորդորում ու խորհուրդ ենք տալիս հաճախորդներին ի հավելում են պետական ապահովագրության ձեռք բերել նաեւ օրինակ Ինգո Արմենիայի ապահովագրական փաթեթները եւ ստանալ շատ ավելի լայն ծառայությունների ցանկ եւ ավելի լայն ծածկույթներ։ Օրինակ իդեպ նշեմ, որ մեր փաթեթներ ձեռք բերող հաճախորդները կարիք չունեն օրինակ այցելելու տեղամասի պոլիկլինիկա, թերապևտի մոտ, ստանալ ուղեգիր եւ նոր միայն գնալ բժշկական կենտրոն։ Դա ամենամեծ խնդիրն է այս պահին, որովհետեւ պոլիկլինիկաներում պարզապես հերթերը իրար սպանում են։ Մեր հաճախորդները կարող են գնալ իրենց նախընտրած բժշկական կենտրոն, իրենց նախընտրած բժշկի մոտ, իսկ եթե օրինակ ինչ որ ապահովագրական պատահար է տեղի ունեցել կամ նոր հիվանդություն է ու հաճախորդը չունի օրինակ ծանոթ բժիշկ, մեր բժիշկ փորձագետները սիրով խորհուրդ են տալիս թե բժշկական կենտրոն, թե հատուկ նեղ մասնագետ եւ նաեւ իրենք են գրանցում այցը ու հետագայում փոխհատուցում բոլոր ծախսերը։ Ստե իրականում իհարկե իդեալական տարբերակ կլներ, եթե մենք նաեւ ունենայինք պետության կողմից ներկայացուցիչ, որտեղ հարցեր կան հետաքրքիր, որովհետեւ ինձ անձամբ օրինակ հետաքրքրում է, Սոֆիա հետ արդեն քննարկեցինք այդ հարցը գովազդի ընթացքում, որ երբ որ սկսվեց պարտադիր ապահովագրությունը վերաբերվող մեր ավտոմեքենաների, պետությունը
պետությունը ասաց, որ գոյություն ունեն ապահովագրական ընկերություններ, դուք կարող եք ընտրել, որը ուզում եք, բայց այս պարագայում մեզ ասացին, որ ժողովուրդ, միայն պետության հետ գործ պետք է ունենաք, մի քիչ ինձ համար անհասկանալի է եւ այդ հարցերը, բայց այդ հարցերին դուք չեք կարող պատասխանել, բայց պետության կողմից, այսինքն պետությանը շատ հարցեր ունենք։ Եվս մեկ հարց, որը որ բոլորին կարծես թե հետաքրքրում է եւ հետաքրքրում է մեզ որպես հաղորդավարներ, որոնք են ամենապահանջված ծառայությունները, այ արդեն ասեցիք ատամնաբուժություն, միգուցե ակնաբուժություն, էլ ինչ։ Դե տեսեք, իրականում ինչպես ցանկացած որ պարագայում կարելի է եւ պետք է ձեզ դիմել, որ էլ ավելի ապահով զգալ եւ էլ ավելի շատ ընտրության ազատություն ունենալ, որտեղ ինձ համար օրինակ շատ կարեւոր է այդ ազատությունը ընտրության։ Տեսեք, ինչպես ցանկացած բիզնես, այնպես էլ ապահովագրական շուկան իր պրոդուկտները կառուցում է հաճախորդների պահանջմունքների շուրջ, պահանջմունքների փոփոխության, շուկայի փոփոխության շուրջ, եւ հետեւաբար մեր բոլոր փաթեթներում ներառված են բժշկության հետ կապված ամենապահանջված ծառայությունները, բայց եթե ընդգծեմ ամենատարածվածը, ինչպես նշեցի, դա իրոք ակնաբուժությունն ու ատամնաբուժությունն են եւ նաեւ կանխարգելիչ բուժզնումը, այսպես կոչված check-up-ը, որը որ ամենապահանջվածն է եւ թույլ է տալիս հաճախորդներին ժամանակին բացահայտել խնդիրները ու անցնել բուժման ծրագրերի։ Իդեպ ասեմ, որ մեր կանխարգելիչ բուժզնման ծառայությունները ի հավելում են պետականի ունեն շատ ավելի լայն ծառայությունների փաթեթ, օրինակ արյան անալիզների հետ կապված, վահանաձև գեղձի հորմոնների, որոնք որ շատ պահանջված են Հայաստանում նաեւ, ինչպես նաեւ լաբորատոր մի շարք եւ հետազոտությունների առումով։ MRT կաթը օրինակ մտնում է դրա մեջ, մտնում է։ Մեկ անգամ վճարում ես եւ հետո check-up-եր տանում ես։ Մանրամասների միջայլոց ingo.armenia.am կայքում կարող եք նայել եւ ընտրել ձեզ հարմար փաթեթներ կամ տալ այնտեղ են ձեր ուզած հարցերը։ Ինձ հետաքրքիր է, եկեք պատկերացնենք, ովքեր են այն մարդիկ, որոնք որ դիմում են ձեզ կամ ձեր նման ընկերություններին ապահովագրական, այսինքն օգտվում են կամավոր ապահովագրական պրոդուկտներից բացի պետականից, կամ միգուցե դա ընկերություններն են օրինակ խոշոր, չգիտեմ, Արարատի կոնյակի գործարանը օրինակ որոշել է, որ ինքը պետք է ունենա կամ ռադիովանը, չգիտեմ, Netflix-ը, ես չգիտեմ ով։ Մենք կամավոր առողջության պրոդուկտներ առաջարկում ենք թե իրավաբանական անձանց, որոնք որ գնում են այդ փաթեթները իրենց աշխատակիցների համար որպես բենեֆիտներ, ինչպես նաև այդ պրոդուկտները, որտեղ պարտադիր է իրենց մոտ, իրենց ներքին կանոնադրությամբ, որովհետև իրենց մասնագետները եւ աշխատողը պետք է լինեն առողջ, չեկապարած եւ այլն, դա կարևոր է։ Որոշ ոլորտներում անգամ տենց պարտադիր բժշկական մակում օրինակ հաստատ պետք է։ Այո, կան ընկերություններ, որտեղ դա պարտադիր է եւ մենք այդ ծառայությունները մատուցում ենք եւ նման ընկերություններին եւ նաեւ անհատներին, ովքեր որ շատ կարեւորում են իրենց առողջությունը, ինչը շատ գնահատելի է։ Եվ ովքեր են դրանք, կասկադյորներ են, հայտնի դերասաններ, ովքեր են այդ մարդիկ։ Եթե տենց խոսեմ մեր պորտֆելի բաշխումից, ապա մեր մոտ ստացվել է այնպես, մեր կամքից անկախ, ինչը որ ուրախացնում է, որ մեր կամավոր առողջության ապահովագրության պորտֆելն ունի 50-50 համամասնություն կանանց եւ տղամարդկանց շրջանում, ինչը նշանակում է, որ թե կանայք, թե տղամարդիկ Հայաստանում հավասար կարեւորություն են տալիս իրենց առողջությանը։ Իրականում գրեթե կանայք մի քանի տոկոսով ավելի շատ են կարևորում։ Կանայք միշտ ավելի խելաց են, այո։ Իսկ եթե օրինակ խոսեմ տարիքից, ապա թե կանանց եւ թե տղամարդկանց շրջանում առողջության կամավոր ապահովագրությունն ամենատարածվածն է 19-ից 45 տարեկան տարիքային խմբում, բայց ասեմ, որ մեր տարիքային դիապազոնը կամավոր ապահովագրության պրոդուկտներում բավականին լայն է եւ մենք ապահովագրում ենք ընդհանուր մինչեւ 80 տարեկան մարդկանց, իհարկե որոշ լրացուցիչ ստուգումների արդյունքում։ Եվս մեկ հարց, որը որ կարծես թե բոլորին հուզում է, յուրաքանչյուր մարդ կարող է գա ձեր մոտ եւ օրինակ, չգիտեմ, ուզենա ապահովագրեվի իր ատամնաշարը, բայց իր ատամնաշարը արդեն կարող է հիվանդ է, դուք միջև ապահովագրել եք, ինչ եք պահանջում այդ մարդը։ Գնում է ինքը մի հատ check-up անցնում, գալիս է ձեր մոտ, թե դուք միանգամից ապահովագրում եք, հետո Չէ, դե իրականում տենց ինչ որ հատուկ ստուգումներ չենք անցկացնում, ինչ որ փաստաթղթեր չենք ուզում, բայց ամեն դեպքում մեր փաթեթների շրջանակներում չեն հատուցվում հաճախորդի արդեն արկա խնդիրները, այսինքն այն խնդիրները, որոնք իրեն մոտ արկա են եղել եւ նա նոր դիմում է,
ոնց որ այդ առումով մեր Բա ոնց են հասկանում որ դա Այսինքն դե բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում ոնց որ դա օրինակ 2 տարվա խնդրեմ է խնդիր է եւ հաճախորդը ոնց որ հատուկ գալիս է փաթեթ առնելու դա խապել մի փորձեք չեք կարող մեկը ապահովագրական ընկերությանը շատ դժվար է խապել ինչ որ հետաքրքիր դեպքեր կարող եք պատմել զվարճալի միգուցե կամ դեպքեր երբ որ կյանքեր են փրկվել չգիտեմ Իրականում ապահովագրական ոլորտում հետաքրքիր ու հիշարժան դեպքերը շատ են, բայց փորձեմ ամենաթարմերից հիշել։ Օրինակ մի տղամարդ կար, որը ռուս էր եւ անցած տարի մայիսին աշխատանքի բերումով տեղափոխվել էր ընտանիքի հետ Հայաստան եւ տեղափոխվելու հենց առաջին օրերին սկսել էր փնտրել իրեն առողջության կամավոր ապահովագրության առումով գործընկեր եւ ընտրությունը կանգնել էր Ինգո ապահովագրական Ներողություն, որ ընդհատում եմ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեզ մոտ ապահովագրություն ստանալ, Այո, նաև այն մարդիկ, որոնք որ այս պահին գտնվում են Հայաստանում եւ նաև հետագայում ռեզիդենտ են դառնում։ Մի խոսքով հաճախորդը տեղափոխվել էր Հայաստան եւ հենց առաջին օրերին փորձում էր ձևակերպել իր փաթեթը ու ձևակերպման ընթացքում մեր վաճառող աշխատակիցներին իր անհատական սպասարկողին հայտնել էր, որ ընտանիքի անդամները շատ դժգոհում են, որ այսպես ասած այդ նեղ մաջալին, երբ որ տեղափոխվել են, թողած տեղափոխման հարցերը զբաղվում էր սեփական առողջությամբ ու տենց տպավորվել էր թիմում այդ հաճախորդը ու ձևակերպումից հետո երևի մի 6-7 ամիս անց դահուկային սպորտով զբաղվելու ընթացքում հաճախորդը մրսում է, ականջը բորբոքվում է եւ զանգահարում է մեր բժիշկ փորձագետին ու խնդրում է մոտակա օրերի ընթացքում գրանցել որևէ բժշկի մոտ, բայց գանգատները ներկայացնելու ընթացքում մեր բժիշկները հասկանում են, որ դեպքը իրոք անհետաձգելի հոսպիտալացում է պահանջում եւ կազմակերպում է հոսպիտալացումը եւ արդյունքում իրոք խնդիրը բավականին մեծ էր լինում ու օրերի ընթացքում կարող էր այդ բորբոքումը ականջից հասնել գլխուղեղին ու արդյունքում ստացվում է, որ մեր բժիշկ փորձագետները ճիշտ կողմնորոշվում են եւ փրկում են հաճախորդի կյանքն, այսպես ասած, որը որ շատ մեծ արձագանք է ստանում իր եւ հարազատների շրջանում իր։ Այսինքն կինը եւ երեխաները ասում են, հա, դու ճիշտ ես, մենք սխալ։ Իսկապես շատ կարեւոր է մտածել մի քիչ ավելի հեռուն ապագան, ի տարբերություն Եվրոպային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մենք դեռ այդքան չենք գնահատում կարծես թե մեր առողջությունը եւ մեր կյանքը, բայց դա կարեւոր բան է։ Ուղղակի պետք է ճիշտ մոտեցում եւ նորից եմ կրկնում ինձ համար անձամբ այդ ընտրության ազատությունը շատ կարեւոր է եւ երբ որ ինչ որ մի բան փորձում են պարտադրել ես սկսում եմ ըմբոստանալ բայց քանի որ գոյություն ունի նաեւ կամավոր ապահովագրությունը այսինքն ապահովագրություն երբ որ դու ինքդ ես ընտրում թե ընկերությունը որտեղ քեզ կարող են ապահովագրել թե այն փաթեթները այն պրոյեկտները որ քեզ այն պրոդուկտները որոնք քեզ հետաքրքիր են դա իհարկե մեծ առավելություն է շատ շնորհակալություն շատ հետաքրքիր էր մեզ եւս մեկ անգամ հիշեցնեմ որ Սոֆիա ազգանունը մոռացած Մաչկալյան Սոֆիա Մաչկալյանն էր մեր հյուրը Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդատու Ինգո Armenia.am մտեք ընտրեք եւ ապահովագրվեք եւ եղեք առողջ եւ եւս մեկ անգամ շատ կարեւոր բան որ անգամ այն որ դու այդ հերթերից ազատվում ես պոլիկլինիկաներում ինչ որ հիվանդանոցներում որտեղ որ քեզ պարտադրում են գնալ որտեղ դու քո ուզած հիվանդանոցը գնում ես իսկ այնտեղ օրինակ ասում են մենք չենք սպասարկում այո չենք միացել եւ հետաքրքիր է որ մարդկանց ստիպել են որ օքեյ տենց պլինի իսկ հիվանդանոցներին չեն կարող ստիպել դե եթե ես մտածում եթե դուք մարդկանց ասում եք որ պետք է ուրեմն տենց պետք է անեք որ բոլոր հիվանդանոցները պետք է ինչ են կրում բա հիմա որ ես ցուցակն անեմ ստացվում է որ լավագույն 5-ից 3-ը չեն միացել Բայց եթե լավագույնները չեն միացել, ես ոնց պիտի միանամ, բայց ինձ պարտադրել են, իսկ այնտեղ կարծես թե ոչ։ Շնորհակալություն, Տիկին Մաչկալյան, խնդրում ենք ձեզ մեկ-մեկ եկեք մեզ մոտ եւ պատմեք թե ինչ նորություններ կան եւ առողջություն ենք մաղթում։ Իսկ դուք ապահովագրված եք Ինգո Armenia։ Այո։ Իսկ դա ձեր կամավոր ցանկություններ, թե դա ձեր ընկերության
էլի պարտադրանք է։ Ես ունեմ եւ ընկերության գործատուի կողմից, այսպես ասած, որպես բենեֆիտ առողջության ապահովագրություն եւ տարիներ շարունակ ինքս եմ գնել որոշ այլ տեսակի պրոդուկտներ։ Ինջարից հետաքրքրվեն ռադիոլսողները, իսկ պլաստիկ վիրահատությունների ապահովագրություն կա։ Դեռ կարելի ասել ոչ, բայց ես խոսեցի, որ Հայաստանում որոշ փոփոխություններ տեղի կունենան ու կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նաեւ այդ ոլորտը։ Ինձ թվում է խոսքը ոչ թե նրա մասին է, որ ինչ-որ մեկը երազում է քիթիկի ձևը փոխել, այլ ապահովագրված լինի ըստ երևույթի քիթիկը ձևը փոխելուց հետո, որ այն ամենը այո Դե այդ առումով որոշ խնդիրներ իհարկե ապահովագրությունը ծածկում է։ Շատ բարի, շատ շնորհակալություն, այս պայն Գովաստ ռադիովանի եթերում, Գովաստ հետո Scorpions խումբը, համոզված եմ, որ թե Klaus Meine, թե Rudolf Schenker-ը հաստատ ապահովագրել են իրենց թե առողջությունը, թե կյանքը գերմանական ինչ-որ ընկերությունում, բայց որ գան Հայաստան կընտրեն Ingo Armenian։ Գովաստ ռադիովանի եթերում մնացեք մեզ հետ։ Ռադիո Վան Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ 1973 թվական Արարատ Ոսկե դուբլ Հրաշք, որը եղել է Հրաշք, որը հիշվում է Հրաշք, որը դիտվում է Արարատ 73 Դիտեք բոլոր կինոթատրոններում Արարատ 73 Ֆիլմ, որը միավորում է սերունդներ Շենի T1 ունիվերսալ սալիկի